Ադրբեջան, մեծ Ադրբեջան, Թավրիզ կենտրոնով, հայ ժողովուրդը բարոյական ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը խիստ ընկալունակ է, հասկացող, այսինքն մարդիկ պատրաստ են դնել կյանքը միայն արդարացի հայրենիքի համար։ Ընտրությունները որպես կանոն պետք է ծառայեն միայն մեկ նպատակի՝ արդարացի իշխանություն ստեղծելուն երկրի համար։ Դուք ռազմական օրենքներով պետք է աշխատեք, ոչ թե գնաք մարդկանց վրա կրակեք, բան դրա մասին չի խոսքը։ Ություն չարյաց փոքրագույնով այն համաշխարհային երգը, որը մենք տեսնում ենք, իմ ժողովրդից գոհ եմ խաբեության եւ ներքին անբարոյականության որդը չմցրեց իր մեջ։ Ություն այլ իշխանություն են եղել, իշխանության ժամանակ ձևավորվել են, իշխանության ռեսուրսները օգտագործել են, Իրանը նորից ներքաշվում է պատերազմի մեջ։ Այսինքն Պարսկաստանը պետք է հատվածների բաժանվի։ Ադրբեջանը, եթե չմտավ հյուսիսից, Իրանը պայթեցնել հնարավոր չէ։ Գլխավոր բանակային հատվածը, որը պետք է օգտագործել, դա Ադրբեջանի բանակն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր տաղավարում է կրոնագետ, փիլիսոփա, իրավաբան Վարդան Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարեկամներին, ովքեր չեն սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան Armix News ալիքին, խնդրում եմ նրանց սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Պարոն Խաչատրյան, հետընտրական զարգացումներ, այսպես հասկացողություն կա, չէ, որ այսօր դեռ մեզ հանգիստ չի տալիս։ Կարծես թե մի տեսակ այն ժողովրդական խոսքով ասած նավսի պես մի բան է, կրքերը չեն հանդարտվում մի տեսակ։ Ինչ զարգացումներ եք սպասում հետագայում։ Ցավոք սրտի ոչ միայն մեր ներսում ընտրությունները չծառայեցին այն նպատակին, որին ընդհանրապես պետք է ծառայեին, ընտրությունները որպես կանոն պետք է ծառայեն միայն մեկ նպատակի՝ արդարացի իշխանություն ստեղծելուն երկրի համար։ Մենք գտնվում ենք լուրջ տուրբուլենտության շրջանում։ Այսինքն այն համաշխարհային տատանումները, այն համաշխարհային երգը, որը մենք տեսնում ենք, եւ շոշափում է փաստորեն այն պարագիծը, որտեղ մենք գտնվում ենք ֆիզիկապես։ Դա ենթադրում էր, որ մենք պետք է անցկացնեինք թերևս այնպիսի ընտրություններ, որոնք անվիճելի արդարացի իշխանություն կձևավորեին։ Բայց մենք ունեցանք այն, ինչ ունեցանք։ Իհարկե, պետք է խոստովանեմ, որ այն էնցիկլոպեդիան հնարավոր ընտրակեղծիքների, խեղումների, 1001 բանի, ինչը մենք անցել ենք, սկսած ասֆալտ փռելուց եւ մինչեւ նոր ժամանակի մակրո, այսպես կոչված առաջարկները հասարակությանը, որը էլի կարելի է դիտել որպես ընծա, որից ելնելով հայ ժողովուրդը պետք է հակվեր այս կամ այն ուժին, հա, այդ դեպքում իշխանության ուժին, տեղի ունեցավ եւ ցույց տվեց, որ այո, մենք մնացած աշխարհից ոչինչով չենք տարբերվում, մի բան էլ դեռ կարելի է ասել, որ առաջ ենք անցել։ Ես դա համարում եմ խիստ մտահոգիչ առաջին հերթին, որովհետև պաշտպանված է, իսկ երկիրը պետք է պաշտպանված լինի հատկապես այսպիսի տատանողականության պայմաններում, այսպիսի տուրբուլենտության պայմաններում երկիրը պետք է պաշտպանված լինի։ Երկրի պաշտպանվածության միակ գրավականը, միակ անհաղթահարելի պարիսպը իր հակառակորդների եւ թշնամիների կողմից, դա ոչ թե զենքն է, հնարավորությունն է, դա իր տեղն է, դրա առանձնությունը կա իհարկե միշտ, բայց գլխավորը արդարացի երկրի ճշգրիտ պատկերացումն է արդարացի իշխանության անվիճելի ընկալումը ժողովրդի մեջ, որի համար ժողովուրդը պատրաստ է զոհասեղանին դնել անգամ իր կյանքը։ Այսինքն մարդիկ պատրաստ են դնել կյանքը միայն արդարացի հայրենիքի համար։ Դուք համարում եք, որ մենք խորքային իմաստով չենք կարողացել ձևավորել այդ արդար հայրենիքը։ Մենք չենք կարողացել սպասարկել այդ խնդիրը այն մակարդակի վրա, որ հասարակության համար անվիճելի լինի իշխանության արդարացիության բարձր աստիճանը,
Եվ մենք նորից ունեցանք ամենածանր բաներից մեկը ընտրություն չարյաց փոքրագույնով։ Մեր ժողովուրդը ստացավ ինչ-որ նվեր, հա, դուք կարող եք գնալ, ասենք, վիրահատվել, եւ այդ ամենը պետք է հատուցեր պետությունը։ Կարող եք ստանալ բուժօգնություն, իսկ 65 տարեկաններից բարձր քաղաքացիները պետք է գնային, ստանային անհատույց բուժօգնություն, որքան էլ դա թանկ լիներ։ Եվ այս տեսակետից մենք պետք է միշտ հիշենք, որ հայ ժողովուրդը բարոյական ժողովուրդ է։ Մենք իհարկե ասում ենք, որ մեզ քննադատում ենք, որ մենք այսպեսին ենք, այնպեսին ենք, հնարավոր նեգատիվ ացականներն էլ փակցնում ենք։ Մեր ժողովրդի վրա ես համարում եմ դա անթույլատրելի, որովհետև յուրաքանչյուր հայի մեջ նստած է յուրօրինակ խղճի խայթը։ Եթե նա որևէ մեկից ստացել է մի այդպիսի ընծա, նա 100%-ով անկախ որևէ ուղղորդումից գնալու է ընտրի։ Եվ ես գտնում եմ, որ դա բնական երևույթ էր, եւ իմ ժողովրդից գոհ եմ, որ խաբեության եւ ներքին անբարոյականության որդը չմցրեց իր մեջ։ Այսպիսի բաներ էլի են եղել, հեռուստատեսությամբ հայտարարություններ են եղել, որ գնացեք, փողը վերցրեք, բայց ընտրեք ում ուզում եք եւ այլն եւ այլն։ Բայց հայ ժողովուրդը չունի այդ ներքին անբարոյականության վիրուսը իր մեջ։ Եվ եթե եղել է այդպիսի շռայլ հնարավորությունների ընձեռում, իհարկե դա իր հերթին բերել է որոշակի ձայների քանակություն, որը իհարկե թույլատրված չէ որպես վարքագծային էլեմենտ կամայական ընտրությունների դեպքում, եթե մենք խոսում ենք արդարացի եւ ժողովրդավարական ընտրություններից։ Բայց իհարկե այդպիսի չարաշահումներ եղել են ձերբակալություններ, այդ բոլորս գիտենք, այդ ծամծմված արդեն բան է, բայց եղել է նաեւ ընդդիմություն, որը դեռևս հասուն չէ։ Պարոն Խաչատրյան, այ ընդդիմության մասին խոսեցիք, ձերբակալությունների մասին խոսեցիք։ Ընդդիմադիրները չեն ընդունում, բայց շեմը հաղթահարած ուժերը որոշել են վերցնել մանդատները բոլոր դեպքերում։ Դա գրվում էր, որ դուք այդ պատերազմի եռագլուխ հրեշներ եք, դուք որ գաք պատերազմա լինելու, չէ՞։ Այսինքն նրանք չկարողացան գուցե դուրս գալ այդ ամեն ինչից, ինչ կարծիք եք, դրա համար պարտվեցին, թե էլի գործոններ կային։ Դա երևացող բան էր, որ նախկին ներկա չարյաց փոքրագույնին տանող մտածողությունը իհարկե սպասարկվեց մինչև վերջ, սպասարկվեց ծայրահեղ գնահատականներով եւ այլնով, որը երևի թե այդքան չարժեր անել, բայց այդտեղ կա մի հատ շատ մեծ բայց։ Ընդդիմությունը որպես այդպեսին պետք է ճշգրիտ պատկերացներ քայլերը, ունենար պլան A, պլան B, պլան C, նույնիսկ պլան D, որոնցից ոչ մեկը մինչև վերջ չէր աշխատելու։ Տեսեք, ես ասում եմ A, B, C, D, որոնցից ոչ մեկը ընտրությունների ժամանակ չի աշխատելու։ Որովհետև ընտրություն, մենք ինչ ենք ասում, ասում ենք ընտրական կամպանիա։ Կամպանիան նշանակում է ռազմական գործողություն։ Այսինքն դուք ռազմական օրենքներով պետք է աշխատեք։ Ոչ թե գնաք մարդկանց վրա կրակեք, բան դրա մասին չի խոսքը։ Այսինքն ճշգրտությունը աշխատանքի պետք է լինի այնպես, ինչպես պատերազմի դաշտում, որտեղ հաղթանակը կարող է միայն ունենալ այն ուժը, որը ի վիճակի է եւ վերադասավորվել, եւ գնահատել, եւ փոփոխել իր ունեցած ծրագիրը այնպես, որ բերի իրեն հաղթանակի։ Չկա ծրագիր, որը դու գրես եւ առաջի քայլից մինչեւ վերջինը համապատասխանի եւ դու գնաս հաղթես։ Այդպիսի բան չկա։ Բայց այդ պլան A-ն, B-ն, C-ն, D-ն պայմանականորեն հնարավոր է փորձել իրականացնել, որտեղ նույնիսկ եմ կրկնում 100%-ով չի իրականանալու, որտեղ նա հանդիպելու է հակառակորդի պլան A, B, C, D-ին։ Այո։ Այսինքն առաջին իսկ հանդիպումից հետո դու պետք է կարողանաս ճկուն փոփոխել քո դիրքերը, քո ունեցած հնարավորությունները, քո ազդեցության վեկտորը, պայմանական ասած, ուժագծերը պետք է փոփոխես, որպեսզի հասնես լուրջ հաջողության։ Այս տեսակետից փորձ չկար ընդդիմության դաշտում։ Այսինքն այն գլխավոր ակտորները հիմնականում եղել են, հիմնականում չէ,
բացառապես ձևավորվել են իշխանություն եղած ժամանակ։ Այսինքն մանուկ ջան, լավ հասկանանք էլի, հիմա եթե 40-ից հետո որևէ մեկին հաջողվել է վերջնականապես փոփոխվել, այդ բան չի լինում էլի, այդ բաներին ես չեմ էլ հավատում եւ երևի թե աշխարհում շատ քիչ մարդ է որ հավատում է։ Հա, ուզում եք ասել նրանք հասկացած ես, ուզում ասել նրանք եղել են փոխվել։ Ոչ թե ընդդիմություն, այլ իշխանություն են եղել, իշխանության ժամանակ ձևավորվել են, իշխանության ռեսուրսները օգտագործել են, հնարավորություններ իշխանությունն է ընձեռել նրանց, հաղթահարել են բարդությունները, գոյություն ունեցող դիմադրությունները, այնպես ինչպես պատկերացրել են եւ հիմա պատկերացնել որ նրանք պետքա փոխվեին այնպես որ կարողանային ձևավորել պետք էր ձևավորել պայմանական ասած այն բանակը որը իզորու կլիներ փոփոխվել ըստ ընթացող պայքարի տրամաբանության որովհետեւ երբ որ դուք հանդիպեցիք հակառակորդի պայքարի մեխանիզմին ձեր պատկերացվող պլանը պետքա փոփոխվի դա այնպես չի որ երկուսս էլ մեկը սպիտակների վրա է կանգնած, մյուսը շախմատի սև դաշտերի վրա է կանգնած, այդպիսի բան չկա, այսինքն դուք պետք է պատրաստ լինեք փոփոխվելու, այդ փոփոխվելու համար դուք պետք է ունենաք փորձ ընդդիմադիր դաշտում գործելու, այդ ընդդիմադիր դաշտի փորձը այս դեպքում երևում էր, որ չկար, որովհետև այբենական ճշմարտություն հանդիսացող այն հանգամանքը, որ իշխանության կողմից հայտարարությունը, որ 10% ձայներից հետո մենք հաղթել ենք, ենթադրում էր, որ դա պետք է ուղղակի հասարակական ճնշմամբ կասեցնել, այդ մարդիկ չարեցին ամեն դեպքում։ Ճնշումը ինչպիսին կլիներ դա, այսպես ասած, փողոցային պայքարի տարբերակով, կլիներ լրատվական ճնշմամբ, որ չէ մենք ենք հաղթել եւ այլն, կապ չունի ինչով, բայց ոչինչ չարվեց։ Ինչն է պատճառը, որ չեմ ուզում հիմա լավ։ Ինչա լավ, քաղ տեխնոլոգներ չունեին, թե չկարողացան այդ քաղ տեխնոլոգները ճիշտ աշխատել, կողմնորոշվել, գավառաչափով։ Այն պատկերացումները, որոնք այդ մարդիկ ունեին, այդ պատկերացումներով համարում էին, որ հնարավոր է հաղթել։ Այո, այսինքն մտածում են առաջին հայացքից, որ իշխանությունը այնքան վատն է, որ բոլոր դեպքերում իրենց ասածով ձախողումները Արցախը եւ այլն որ նրանք այդ ամենը կանեին էլի հիմա ուրիշ բան չեն արել չէ հա այսինքն սպասել են թե ինչ կլինի վերջին հաշվով էլ մի հատ հայտարարել են որ այս համանդրական դատարանի դուռը թող հիմա գնան բոլոր նրանք ովքեր մեզ ձայն են տվել ու քանի մարդ էր գնացել 100 200 թող լինի լավ բայց ինչի էր այդքան գնացել որովհետև ընդդիմադիր զանգվածը այդ փուլում խստագույնս հիասթափված է լինում միշտ կապ չունի այս դեպքը չեմ վերցնում բոլոր դեպքերում երբ որ ընդդիմությունը պարտվում է ընդդիմադիր զանգվածը հիասթափվում է ընդդիմություն այսինքն ինչքան ձայն որ ստացել է ընդդիմությունը պարոն Խաչատրյան չէ եթե իրենք ակնկալում էին այդ զանգվածի գոնե կեսը եթե գնար սահմանադրական դատարան, գնար կենտրոնական դա հեղափոխություն չի կարա գնա սահմանադրական դատարան, բայց իրենք մտածում էին որ կգնա չի կարա գնա, որովհետև այդ ժողովուրդը մեր հայ ժողովուրդն է, էլի, այդ շվեդները չեն, դանիացիները չեն, նորվեգները չեն, սառնարյուն, էլի, այն մի պահ շվեդներն ու բանը միավորվեցին, ինչ որ Ռենոն միավորվեց Volvo-ի հետ, ստեղծեցին հսկայական մոնստր մի հատ կազմակերպություն, որ վերջ համաշխարհային ավտո առաջնությունները մենք հաղթելու ենք, մենք ենք վաճառելու հիմնական բազմությունը 60%-ը ֆրանսիացիներին էր, որտեվ մոտորի վրա ավելի շատ փող էին ծախսել, այս մանրամասների մեջ էլ չմտնեմ, որ չձանձրացնեմ, եւ 40%-ը շվեդներին է։ Ընդամենը 6 ամիս հետո ֆրանսիացիները հրաժարվեցին վճարելով տուգանքները, որովհետև իրանք հասկացան, որ քանի որ միացյալ ղեկավարություն է, մի կողմից սառնարյուն շվեդներ են նստած, մյուս կողմից ահավոր կրքոտ քննարկումների մեծ սիրահար ֆրանսիացիներ։ Այս երկուսի համագործակցությունը որևէ կերպ ենթադրելի անգամ չէր։ Չէին պատկերացնում, որ այդքան խզում կբերի իր հետ, բայց հանդիպեցին այդպիսի երևույթի, հիմա մեր մոտ այդպես չի, մեր ժողովուրդը խիստ ընկալունակ է, հասկացող,
պետք է դու իմանաս, թե նրա օրիենտիրները ինչպիսին են, ինչը չի կարելի անել ոչ մի դեպքում եւ ինչն է անհրաժեշտ անել, բայց որ իրավիճակում։ Սա երևի թե ինչ որ փորձից խոսում ենք, հա։ Հիմա ով ուներ ավելի շատ փորձ ընդդիմադիր դաշտից, իշխանությունը ներկայիս, թե ընդդիմությունը, որը ձևավորվեց։ Իհարկե իշխանություն։ Որտեղ ընդեղից է եկել իշխանությունը։ Իշխանության ղեկավարը գնաց է բանտ անստե։ Բանտից է եկել դարձել վարչապետ։ Դա գիտեր։ Ըստ էության փորձը ուներ։ Եվ լավ հասկանում էր գործողությունների, ասենք, տրամաբանությունը։ Հա, շատ բան կարելի էր չանել, շատ բան արվել է կոպիտ, ասենք, բայց այնուամենայնիվ պետք է գնահատենք օբյեկտիվ, անաչառ։ Հա, այդ կար, այն կողմում էլ այդ չկար։ Հիմա երբ կհասնենք նրան, որ դա կլինի, այդ չեմ կարող ասեմ արդեն։ Ինչի վրա է իրենց հույսը, պարոն։ Չէ, իրանց հույսը, նորից եմ կրկնում, իրանց հույսը այն էր, որ այն պլանով, որը պատկերացվող էր իրենց կողմից, իրենք հաղթելու էին։ Եվ որևէ կերպ պատկերացված չէր, թե ինչպիսի քայլեր, հակաքայլեր էր անհրաժեշտ անել, երբ որ իշխանությունը իր ունեցած հնարավորություններով կփորձեր խաթարել նրանց ծրագրած գործունեության տրամաբանությունը։ Հուլիոս Կեսարն էլ է ասել, Նապոլեոն Բոնապարտն էլ է ասել, Սուվորովն էլ է ասել, որ «Վյաժեմся в бой, а там посмотрим»։ Հա, բայց ինչի հաշվին են ասել դա, որ հա մտնենք այնց ձեռի հետ էլ կռվի մեջ, հետո կտենանք ինչ կլինի։ Հա, ինքնավստահություն կար, որ կհաղթեն։ Մեկի հետևում կանգնած էին հռոմեական լեգիոնները, աշխարհի լավագույն ռազմական ուժը։ 10-րդ լեգիոնը կամայական հատվածում ճեղքում էր իրականացնում Հուլիոս Կեսարի մեկ հրամանով։ Նապոլեոն Բոնապարտի թիկունքում կանգնած էր Grand Army-ն, այդ մեծ բանակը 350,000-անոց, որը անձամբ էր մարզե, անձամբ էր անցկացրել ուսուցումը, անձամբ էր առաջնորդում եւ առաջնորդում էր մեծն հանճարը Նապոլեոն Բոնապարտը։ Դրա համար կարար ասեր, կմտնենք կռվի մեջ, հետո կտեսնենք ինչ կլինի։ Սուվորովը հետևումով էր կանգնած, ռուսական բանակը այն մունստրայով անցած, իր կողմից սիրված փայփայված, կարելի ասել նույնիսկ գուրգուրված, բայց անպարտելի։ Եթե այդ բանակը չենք ստեղծել, ինչի վրա է մեր հույսը։ Իշխանության ռեսուրսը գիտեին, որ անհամեմատ ավելի մեծ է, եւ գնահատվում 20%-ի կարգի էլի, հա, լավագույն։ Վարչական ռեսուրսը, նկատի չունեմ, այսպես ընտրական ռեսուրսը։ Էլ եմ ասում, չէ, վարչական ռեսուրսը բան ամեն ինչ իրար հետ մի 20%-ի կարգի է էլի։ Դեռ ոնցավ ինչ տեղի ունեցավ, ոչինչ փոփոխված չի։ Այո, Հայաստանի Հանրապետությունը հակառակի նման մտնում է տուրբուլենտության նոր փուլ, եւ այս իրավիճակում իհարկե անհրաժեշտություն է լինելու ունենալ այն հասարակական վստահության իշխանությունը, որի համար ժողովուրդը պատրաստ է դնել սեփական ջանքերը, սեփական երեխաների կյանքը որոշ դեպքերում, ինչպես նաեւ սեփական ինչքի եւ բարեկեցության որոշակի զոհողությունները։ Ես համոզված եմ, որ ասենք, հա, նորից լարումներ կլինեն, ընդդիմությունը ինչպիսի ճանապարհով կվերախմբավորվի, այդ չեմ կարող ասել, բայց լավ կլիներ, որ վերախմբավորվեր գրագետ հաջորդական քայլերի արդյունքում, եւ վերջապես այն չարչրկված թեման, որ դուք բարձրացնում եք ամենասկզբից, որ իսկ գնալ վերցնել, չվերցնել մանդատները եւ այլն, եթե դա տևական գործընթաց է եւ մենք լուրջ ենք մոտենում դրան, իհարկե մանդատները պետք է գնան ու վերցնեն։ Եվ դա այն խնդիրը չի կարող սպասարկել կամ չսպասարկել, որ լեգիտիմացնում ենք իշխանությունը։ Իշխանության լեգիտիմացման մասին չի խոսքը, մանդատները պետք է գնան ու վերցնեն, որովհետև կլինեն փողոցային զարգացումներ, այդ փողոցային զարգացումները ենթադրվում է, որ պետք է ունենան յուրօրինակ տրիբունա, որը հնարավոր չի ոչ կասեցնել, ոչ փակել։ Ինչը որ արել է ժամանակին Լենինը, հա, իմ համար բոլոր ժամանակների խոշորագույն հեղափոխականը,
ինքը դեմ ա եղել, որ առաջին դումային մասնակցեն բոլշևիկները, բայց վերջին հաշվով բոլշևիկները մասնակցել են դումային 6 տեղով։ Որ դա ինչ քանակություններ իբր թե եւ այլն, բայց նա հետո ասաց, որ չէ, ես սխալվում էի։ Այդ 6 հոգի բոլշևիկները, որոնք այնտեղից, այդ ամբիոնից սկսեցին ներկայացնել, թե ով ենք մենք, ինչպիսին է մեր կողմնորոշումը այս կամ այն հարցում եւ այլն, եւ այդ ամենը սինխրոն փողոցային պայքարի ընթացքում դա մեծ էֆեկտ տվեց։ Նա գիտեր ինչ էր անում ամեն դեպքում, եւ ես էլ հասկանում եմ, որ այդ խոսակցությունը, որ չէ, բերեք չվերցնենք, դա կարելի է չվերցնել, բայց փագել այդ տեղերը, այսինքն վերցնել ու փագել։ Ոնց որ ասենք Ուկրաինայում եղավ, չէ՞։ Բլոկ Յուլիի Տիմոշենկո։ Ուկրաինայի դրոշեր փռած ամբողջ նստարանների վրա, որ այդ բլոկներ նստում, եւ վրան գրած էր Բյուտ նշանակում էր Բյուտ բլոկ Յուլիի Տիմոշենկո։ Ոչ մեկը չէր կարող գարետ նստեր եւ քվեարկեր հանգարց։ Այդ աթոռից ինչ քվեարկել։ Քվեարկություն չկա, մենք չենք մասնակցում ոչ մի քվեարկության։ Թե չէ հիմա մեր մոտ սկսել է ինչ որ անհասկանալի վախեր էլի, թե բա որ մտան ու ծախվեցին, էս եղավ, այն եղավ, այ ախպեր։ Ուրեմն այս լուսավոր դարում հələ դեռ չկա այն տարբերակը, որ մարդիկ չկարողանան, հա, այտենց հեշտությամբ ծախվել գնալ բան եւ այդ ժողովրդի առաջ ժողովրդի պարսավանքը որևէ դեր չի խաղալու։ Ինչ պիտի սպասի Հայաստանին արտաքին դաշտից։ Այսինքն արտաքին մարտահրավերները գուցե ոմանց համար ավելի վտանգավոր են, քան ներքին զարգացումները, որոնք այս կամ այն չափով հուսանք, որ կկարգավորվեն։ Հայաստանը այսօր արտաքին քաղաքական վեկտորը որտեղ է ուղղել վերջնականապես եւ վճռականորեն դեպի արևմուտք, դեպի կամ թե շարունակում է մնալ հապկում եւ Եվրասիական տնտեսական միությունում եւ դա արտաքին քաղաքական այսպես գործոնների համար որոշակի տարակուսանք է առաջացնում։ Ինչ է կարծում եւ նաեւ ձեր տեսակետը ուր պիտի մենք գնանք կամ ուր պիտի մենք մնանք, եթե մնալու ենք։ Սկզբից մակրո մոտեցմամբ նախորդ թեմայի հետ կապենք, հետո նոր փորձենք բացատրել, էլի։ Առաջին հերթին մենք ունեինք իսկապես բազում մարտահրավերներ։ Այս ընտրություններից առաջ եւս։ Դա անվիճելի էր։ Այդ բազում մարտահրավերների արդյունքում տեղի ունեցան որոշակի կողմնորոշման մասին որոշումներ, խոսակցություն, արդեն հայտարարվեց, որ մենք Եվրոմիություն ենք գնում եւ այլն։ Հատկապես սա չես համեմատի, չէ՞, այս ընտրությունը 2021-ի, երբ որ այդպիսի աշխարհ-քաղաքական ընտրության, չէ, արտաքին ընտրության հարց դրված չէր։ Արևմուտք թե Ռուսաստան, թե այսպես ասած գնալ կամ չգնալ։ Չէ, մեր իշխանությունները մաքսիմում կոնտրաստը ձևավորեցին եւ փորձեցին ստանալ մաքսիմումը այդ կոնտրաստից ընտրությունների ժամանակ։ Ինչ որ չափով իրենց դա հաջողվեց, բայց այդ դուք ասացիք մարտահրավերներ։ Ամբողջ հարցն է, որ տեղի ունեցած ընտրությունների հնարավոր ողջ թերությունների գամման գտնվում է աշխարհի ձեռքին, հա։ Տեսեք, օրինակ, այդ SNG-ի մեր եղած դիտորդները սովորականի նման փառահեղ տվեցին, որ դա ընտրություններ էին, որոնք անցել են մաքուր, ազնիվ եւ այլն։ Բայց Եվրոմիության դիտորդները ֆիքսեցին բոլոր հնարավոր կետերը եւ հիմա ստանում ենք, որ այդ կետերից հələ մի բան էլ խորը իրանք արդեն տեղյակ են։ Բայց կներեք, Եվրոմի ընդհանրակը արևմուտքն է, այս իշխանության նշանակություն չունի, իսկ Ռուսաստանը դեռ այդ մյուս բևեռը, եթե կարելի ասել այսօր, դեռևս չի ճանաչել նշանակություն չունի, որովհետև եթե դուք արել եք ինչ որ խախտումներ, այդ խախտումների զանգվածը միշտ ի վիճակի են ձեր առջև դնել։ Այսինքն մեծ հաշվով ինչի է բերում դա։ Ձեր ասած մարտահրավերները վեր են ածվում սպառնալիքների։
դուք այլևս աճ կամ ձախ անելու հնարավորություն չունեք։ Որովհետև դրա հետ մեկտեղ նրանք օգնում են ձեզ նաև ֆինանսապես, ինչ որ չափով իհարկե, այդ ֆինանսները բավարար չեն, որ Հայաստանը, ինչպես ասում են, ապրի երկեցիկ կյանքի պայմաններում, չէ, այդպես չի լինելու։ Բայց այնուամենայնիվ, եթե մենք ենք վճարել, ուրեմն մեր ասածով պետք է լինի։ Հիմա մեր ասածով պետք է լինին դիտարկենք։ Արդյոք գոյություն ունեցող իրավիճակը, որը շրջապատում է մեզ այսօր, մեզ տալիս է այդ շռայլության հնարավորությունը։ Այսինքն Պարսկաստանը, Իրանը նորից ներքաշվում է պատերազմի մեջ։ Բոլորս լավ հասկանում ենք, որ այդ պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգների շատ լուրջ ընկրկումն էր։ Ես մեղմ բառ օգտագործեցի։ Եթե ոչ դրդումը, հա, եթե ոչ դրդումը, եթե ոչ պարտությունը։ Դա ընկրկում էր։ Հա, ընկրկումը, այսինքն գտնում եք, որ նա հետ գնաց փորձի ժամանակ Հա, չէ, դրանից առաջին չէր եղել, էլի ինքը փախել է Աֆղանստանից, հա, ասենք պայմանական ասենք, բայց փախել է ինչի արդյունքում, որ սկզբից գրավել է Աֆղանստանը, Քաբուլում գնաց է նստել է, կարգավորել է բոլոր հարցերը, բայց վերջին հաշվով հոգնել է պատերազմական ընթացքից, որը կանգ չէր առնում որևէ կերպ։ Ինչը բերեց նրան, որ ինքը հեռացավ այնտեղից։ Նույնը եղել է Վիետնամում, նույնը եղել է Իրաքում, չխորանանք այդ ամեն ինչի մեջ։ Ուղղակի նշենք, որ Պարսկաստան չկարողացան մտնել, չփորձեցին մտնել։ Նրանց դիմադարձ կանգնեց ուժ, որը ասիմետրիկ հարվածներ հասցրեց։ Եվ ամերիկյան համարումը ինչ որտեղ տուժեց։ Այդ դուք հիմա ձևակերպեք ձեզ հատուկ այսպես վերլուծական կարողություններով, թե որտեղ պիտի մենք գտնվենք այս բարդ փոփոխական աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում, երբ որ մեր տարածաշրջանը ըստ էության արդեն վառոդի տակառ է իշեցնում։ Հա, հիմա տեսնենք։ Տեսեք, ըստ էության շատ շատերը խոսում են, որ առաջանում է նոր աշխարհ։ Ձևավորվում է նոր աշխարհ, շատերին թվում է, որ դա ինչին մենք հիմա մասնակից ենք, երկունքն է նոր աշխարհի։ Ես ավելի հակված եմ, որ հին աշխարհի փլուզման վախճանի փուլն է։ Այսինքն այն քաոսը, որը շրջաբերվում է մեր շուրջը, խոսում է այն մասին, որ հա, այդ շատ արագ այդ քաոսը պետք է ավարտվի եւ պատերազմներով ձևավորվի նոր աշխարհը։ Ինչպեսին որ եղել է միշտ։ Կվերցնենք առաջին համաշխարհային պատերազմից հետո ինչ ա եղել, երկրորդ համաշխարհային պատերազմ, առաջին համաշխարհային պատերազմը մարդիկ մտածում են, որ չի էլ կարող տեղի ունենալ, որտեղ բոլորը իրար բարեկամներ են այդ արխայական տների ներկայացուցիչները, բայց մեկ էլ պայթեց։ Մեկ էլ հանկարծակի փլվում է այդ աշխարհի կարգը եւ սկսվում է դաժանագույն պատերազմ մեկը մյուսից առաջնայինության դափնին խլելու համար։ Ով պետք է լինի աշխարհի հեգեմոնը, Անգլիան այն ժամանակ, թե Գերմանիան, սա արդեն այն խնդիրն է, որը հնարավոր չի շրջանցել ոչ մի արյամբ, ոչ մի ցակումնաբանական կապով, հետո ինչ որ արխայական դինաստիաները իրար շատ մոտիկ էին եւ այլն եւ այլն։ Անգլիայի թագավորը մերժեց Ռուսաստանի թագավորի Անգլիա գալը հեղափոխությունից հետո։ Թող մնա Ռուսաստանում, մենք սկզբից համաձայնեց Անգլիայի պարլամենտը, հետո թագավորը Գևորգ 5-րդն էր, եթե չեմ սխալվում, հրաժարվեց հայտարարելով, որ ոչ, դա Անգլիային կբերի խնդիրներ։ Իր եղբորը, այսպես ասենք, իր կուզենին, ինչպես ասում են, cousin, հա, իր եղբորը եւ եղբորը գնդակահարեցին ընտանիքի հետ միասին։ Ոչ մի յոտատատանում էլ չունեցավ Անգլիայի թագավորը, իմանալով, որ գնդակահարեցին իր եղբորը եւ որ ինքն էր եղբոր մահվան մեջ մեղավոր, որովհետեւ թույլ չտվեց, որ նրանք գան Անգլիա, չնայած պայմանավորվածությունը կար, պարլամենտը համաձայնել էր։ Հիմա այս տեղի ունեցող իրավիճակի մեջ մենք կարող ենք արդյոք ունենալ ճշգրիտ գիծ։ Մենք ճշգրիտ գիծ առայժմ երևի թե չենք պատկերացնում, որովհետև չափից ավելի խառն է
մեր իշխանության պատկերացումները, որ մենք կարող ենք բարեկամնել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մենք կարող ենք բարեկամնել Ռուսաստանի հետ, բալանսավորված քաղաքականություն, հա? Բալանսավորված հավասարակշռված եւ հավասարակշռման, հա, ինչպես ասում են։ Հա, այդ բալանսավորված քաղաքականությունը արդարացնում է իրեն միայն այն դեպքում, երբ որ դու այնքան հզոր ես, որ քո բալանսավորված կարգավիճակից կախված է ընդհանուր խաղաղությունը։ Ոչ թե ամեն մեկը դիտարկում է քեզ որպես հնարավորություն հակառակորդին վնաս տալու, իսկ դու բալանսավորված քաղաքականություն ես վարում, երբ որ ինքը ի վիճակի է ընդամենը մի քանի օրում գրավել քո տարածքները եւ վարվել այնպես, դա շատ մի հետաքրքիր օրինակ է։ Այ այստեղ մի կներեք 1980։ Դա հետաքրքիր օրինակ բեմ նոր է, դա շատ հետաքրքիր է։ Իհարկե ասեք, համեցեք։ Կոչվում Մոլտկեի օրինակ։ Մոլտկեն դա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական գենշտաբի ղեկավարն է, Մոլտկե։ Այո։ Ну, գեներալ, ցակումնաբանական գեներալ եւ նրան կայզերը հարցնում ասում Մոլտկե։ Ռումինիան ուզում է լինել մեր դաշնակիցը։ Ինչ կասես այդ մասին։ Դա ասում մեր համար միևնույնն է, ինքը ուզում է լինել մեր դաշնակիցը, թե մեր թշնամին։ Մոլտկե ասում է, դու երևի լավ չլսեցիր, ես քեզ ասեցի, ինչ կասես այն մասին, որ նա դառնա մեր դաշնակիցը։ Հիմա դու ինձ ասում ես նույն բանն է, հա, որ դաշնակիցն է թե թշնամին։ Այո, ասում է, ձեր գերազանցություն։ Երկու դեպքում էլ մեզ պետք են ընդամենը 10 դիվիզիա։ Այսինքն եթե նա մեր դեմ գնաց 10 դիվիզիայով մենք տեղում հնազանդեցնում ենք, վարվում ենք այնպես ոնց որ պետք է։ Եթե նա մեր դաշնակիցն է, որովհետեւ մենք պաշտպանենք մեր դաշնակցին հակառակորդի ուժերից, նորից անհրաժեշտ են 10 դիվիզիա, եւ մեր համար սկզբունքային չի դա, որովհետեւ այս դեպքում կարող է մեր պատկերացրած պատերազմական քարտեզի ուրվագիծը փոփոխվի։ Երբ որ մենք խոսում ենք ներկայիս հարաբերություններից, այո, սրանք իրականում ռազմական լուրջ ենթատեքստով հարաբերություններ են։ Շատ զրուցակիցների եմ տալիս այդ հարցը։ Բոլոր դեպքերում այսօր Արևմուտք, Ռուսաստան, Չինաստան, Իրան, ԱՄՆ փոխհարաբերությունները մի 20 տարի առաջվա փոխհարաբերությունները չեն։ Բոլոր դեպքերում աշխարհը շատ բևեռացված է եւ գտնվում է շատ այսպես դիրքավորված, խրամատավորված վիճակում, չէ՞։ Մանավանդ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, որի այսպես ասած այդ հարաբերությունների ուզած թե չուզած հետևանքների կրողնա մեր տարածաշրջանը։ Հիմա ուրեմն այդ իրողությունից ելնելով Հայաստանը պիտի ընտրություն կատարի, թեկուզ է որոշակի չափով չթշնամանալով որևէ բևեռի հետ, որը մեզ հարկավոր չի, անգամ մեր, այսպես ասած, ոխերիմ ճակերտավոր բարեկամների հետ, որևէ ընտրություն պիտի կատարի, ասենք Ռուսաստանի, Արևմուտքի հետ նրա կողքին լինելու, հիմա ոչ թե ինչ որ նրա վասալը լինելու եւ այլն, որովհետեւ բնականաբար մեզ համար պիտի պետականությունը, անկախությունը լինեն բացարձակ վերարժեքներ։ Գիտեք, առավել ճշգրիտ է, այստեղ իրավիճակի համատաբար ավելի մանրամասն վերլուծությունն է, օբյեկտիվ վերլուծությունը, անաչառ տարբերակով, եւ գալը նրան, թե իսկ ինչպես օգտագործել ստեղծված հարաբերությունները ի օգուտ Հայաստանի շահերի։ Այո։ Միակ տարբերակը։ Այո։ Հիմա գլխավոր խնդիրը կանգնած է Պարսկաստանի կամ Իրանի հարցով։ Իրանը ըստ Իսրայելի համարվում է մահացու վտանգ տվյալ երկրի գոյության համար, Իսրայելի գոյության համար։ Եվ Իսրայելը հայտարարել է, որ հնարավոր է ուրիշ այդպիսի նախագահ Ամերիկայում մենք չունենանք, ինչպիսին Թրամփն է, որը համաձայն է շատ բան, որպես մեր բարեկամը, մեզ նվիրված մարդ անել։ Ինչից ելնելով այնուամենայնիվ այդ պատերազմը անհրաժեշտ է ավարտին հասցնել եւ իրագործել պլանը։ Իսրայելի պլանը սեգմենտացիոն պլան է, այսինքն Պարսկաստանը պետք է հատվածների բաժանվի։ Խոսքը գնում է 3 մեծ հատվածների հանած պարսկական հատված, որը 52-56%-ից ավելի մարդն է, պետք է լինի Բելուջիստան, պետք է լինի հարավում Բելուջիստան, դա Պակիստանին հարակից տարածքն է, պետք է լինի
Ադրբեջան, մեծ Ադրբեջան, Թավրիս կենտրոնով, որի մեջ կմտնի ներկայիս Ադրբեջանը, որը մենք գիտենք, եւ Պարսկաստանի հյուսիսային Ադրբեջան կոչված հատվածները եւ հյուսիսարևմուտքում Քրդստան։ Այս սեգմենտացիայի դեպքում Իրանը կվերածվի բալկանիզացված պետության, այսինքն այդ պետությունները չեն ստանա, դրանք հարաբերական իշխանություն ձեռք կբերեն եւ կշարունակվի կռիվ դրանց միջև։ Այստեղ կանգնած է մի առանցքային հարց։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է զորք։ Նա տեղափոխել է էլի որոշակի քանակությամբ զորք, այդ քանակությունը զորքի բավարար չէ։ Գլխավոր բանակային հատվածը, որը պետք է օգտագործել, դա Ադրբեջանի բանակն է։ Ադրբեջանի բանակի մասին ինքը Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ 150,000-ից բանակ ունի, 5 միլիարդ զենք է, 5 միլիարդի զենք է ներկայացի երկիր, այն հատվածները, որը համարվում է իբր թե ազատագրված հատվածներ Ղարաբաղցիների գենոցիդի արդյունքում եւ մնացած հարակից շրջաններում մարդիկ չեն բնակվում, կառուցված են հսկայական ճանապարհներ, կառուցված են բազաներ, Իսրայելի բազաները կան Ադրբեջանում եւ կառուցված են կամուրջներ, որոնք հնարավորություն կտան արագ զորքի տեղափոխությունը իրականացնելու։ Նշենք, որ նաեւ այս ամենը արվում է այն բանի համար, որ Ադրբեջանը ստացել է սատարում իրականացնելու համար իր գործը կապված, ինչպես ինքն էր ասում, տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում։ Այս գործը իրականացնելու համար նրան օգնել են եւ նա Իսրայելի ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, որ մենք ենք հաղթել Ղարաբաղյան պատերազմում եւ ոչ թե Ադրբեջանը։ Այս բանը ասվել է, մենք գիտենք, որ դա կոալիցիոն արշավանք է եղել, մենք գիտենք, որ Պակիստանի զորքեր են բերվել, մենք գիտենք, որ բերվել են սիրիական տերորիստներ եւ այլն 18,000-անոց սպեցնազ Թուրքիայից եւ այսպիսի բաներ։ Բայց դրանով, պարոն Խաչատրյան ջան, նրանց ախորժակը չի փակվել, չէ՞, դեռ չի այսպես։ Չէ, նրանք համարում են, որ Ադրբեջանը, եթե չմտավ հյուսիսից, Իրանը պայթեցնել հնարավոր չէ։ Դա գլխավոր հարվածային ուղղությունն է։ Ինչից ելնելով Թրամփը եկավ Անկարա, ինքը հայտարարեց, որ եթե Անկարայում չէր եղել, ես չէի գալու։ Թրամփը եկավ Անկարա եւ համապատասխանաբար 16 թուրքալեզու թուրքածագում ժողովուրդների ղեկավարներ Թրամփի հետ միասին եկան եւ ողջունեցին Թրամփին։ Մի մասը գրում են խոնարհվեցին, մի մասը ողջունեցին, բայց ինքը ցույց տվեց Էրդողանը, որ ես այստեղ ի վիճակի եմ 1001 բանի։ Իսկ 1001 բանը դա այդ турբուլենտության կամ լարման աղեղն է, որը տարածվում է Թուրքիայից, Հայաստանի ու Վրաստանի վրայով, Ադրբեջանի վրայով, Միջինասիական հանրապետություններով, Ղազախստան մինչև եւ կաշկանդում է Չինաստանին իր հնարավորությունների մեջ, ինչպես նաեւ հրկիզում է Ռուսաստանի հարավը։ Ու գանք ինչ պիտի անենք մենք, ինչը որ կանի մեր որը պիտի լինի հայկական շահը այս բարդ իրավիճակի մեջ։ Եթե ասենք սկսվեց այդ փուլը պատերազմական, երբ որ Ադրբեջանը պետքա մտնի։ Ադրբեջանը չունի ռազմական սնուցում։ Այսինքն յուրաքանչյուր ռազմական գործընթացի մեջ կուտակված զենքը նման է ամառային շաղի։ Առավոտյան շաղի Պակիստանը, Իսրայելը, չգիտեմ, Պակիստանը գտնվում է Չինաստանի ազդեցության տակ շատ մեծ հիմա այսօր գտնվում է Չինաստանի ազդեցության ազդեցության տակ։ Օգնի Ադրբեջանի։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Եթե Չինաստանը սեղմեց, դրա հիմա ինչ է, եթե այդպես լինի, ուրեմն նա պետքա Իրանի վրա էլ գնար։ Բայց նա Իրանի վրա չի գնացել, դեռ ավելին համարում են, որ նրա ղեկավարը, իսկ ղեկավարը դա զինված ուժերի հրամանատար նաև ոչ թե վարչապետն է երկրի, ինչպես ընդհանրապես համարվում է, բայց
Հիմա եթե ադրբեջանական բանակը այդ 100,000-ից թե 150,000-ից սկսվեց պատերազմը եւ զենքը չի երիքելու, բոլորը գիտեն այդ, որտեղից պետքա մատակարարեն։ Միայն Թրամփի ուղիով։ Այսինքն միայն այդ ուղիղ գիծն է, դրա համար է ամբողջ կռիվը։ Դրա համար է այդ ծայրահեղ գնահատականները, որ ոչ մի հայի մենք չպետք է տեսնենք, ոչ մեկը չպետք է ստուգի, եւ այլն եւ այլն եւ այլն, այդտեղ պետք է երկաթուղի լինի, որը ժամացույցի մեխանիզմի նման աշխատի, մեզ չպետք է ստուգեն, որովհետեւ չկանգնի։ Այ Թրամփի ուղու պահով, պարոն Խաչատրյան, ներողություն ձեզ ընդհատելու համար, դա էլի կա երկատված է, այսպես տեսակետը, կարծիքը։ Մի տեսակետը կա, որը ասում է, որ Թրամփի ուղին արդեն այսպես գրեթե կայացած է, իսկ մյուս տեսակետը, որ մանավանդ իրանական, այո, չեղարկված է, ինչ է կարծում, չեղարկված է, թե բոլոր դեպքերում հերանեկարում սպասում են, որ դա իր մեջ կրում է նաև մի լուրջ վտանգ, այսինքն բոլորի համար հասկանալի է, որ կամայական բանակ, որը զրկվեց սնուցման լայնածավալ հնարավորությունից, չի կարողանալու կռվել։ Այդ դեպքում ուրեմն Իրանը պետք է հարվածի այդ ուղղությամբ։ Այսինքն սնուցումը կտրի, որովհետև միակ սնուցման տեղը այնտեղ մնում է Ռուսաստանը, որը չի սնուցելու, որովհետև Իրանի ստրատեգիական ընկերն է եւ նրանով է պատկերացնում իր ապագան միայն ու միայն։ Երկրորդը Չինաստանն է, որը հասկանում է, որ առանց Իրանի եւ առանց Ռուսաստանի նա դառնալու է, ինչպես ինքը շատ ճշգրիտ արտահայտվում է, Չինաստանը, չինական վերլուծաբանների մեջ տարածված կարծիքը, որ մենք բոլորս հասկանում ենք, որ վերջին ճաշատեսակը մենք ենք։ Այ ոնց որ ուրվագծեցիք, պարոն Խաչատրյան, ձեր ասելով Չինաստան, Իրան, Ռուսաստան։ Չինաստան, Իրան, Ռուսաստան։ Բևեր, կարելի ասել։ Եվ մյուս այլընտրանքն էլ, այսպես ասած, մյուս ճաշատեսակի ընտրությունն էլ մեզ համար, Հայաստանի համար քաղաքական ճաշատեսակի դա արևմուտքն է, հավաքական արևմուտքը լայն իմաստով։ Հիմա այս իրողությունների, ձեր այս վերլուծական իրողությունների, սա էլ ասենք ու եզրափակենք այսօր, մենք որտեղ պետք է լինենք։ Իմ խորին համոզմամբ մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ մեր շահերը մեկտեղված են գոյություն ունեցող ձևավորված ուժերի հետ։ Եվ որտեղ է դա։ Իմ խորին համոզմամբ դեռևս վաղ է այդ մասին վերջնական վերդիկտը կայացնելը, բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք այն դինամիկան, որի մասին մենք խոսեցինք, որովհետև այդտեղ ոչինչ չի փոխվելու։ Եթե սկսվեց, այդ սպառնալիքները կախվելու են եւ մեր գլխին, եւ Ադրբեջանի գլխին, եւ մենք պետք է պարզ պատկերացնենք, որ այդտեղ ինչպես կարող ենք լուրջ կորուստներ ունենալ, այնպես էլ անսպասելի ձեռքբերումներ։ Այսինքն դեռ հələ դուք գտնում եք, որ դեռ որոշակի այսպես աշխարհակաղակական կողմնորոշում։ Ես առաջերտին գտնում եմ, որ այս ամենը ինչը որ մենք խոսեցինք հիմա, Սիրելի Մանուկ, Ստեփանյան, անհրաժեշտ է, որ դեռևս լավ շրջաբերվի այսպիսի սեղանների շուրջ։ Փաստարկները դրվեն այդ սեղաններին, որտեղ մենք խոսեցինք ընդամենը 1/10-ից այդ փաստարկների։ Սեղանների վրա դրվեն փաստարկները եւ որոշումը կայացվի իբարս եւ իշահ հայ ժողովրդի։ Եվ ոչ թե Վարդան Խաչատրյանը այդ ասի, ոչ թե Մանուկ Ստեփանյանը այդ ասի, դա պետք է լինի մեր հասարակության համոզված կարծիքը։ Ուրեմն այս նոտայի վրա էլ թույլ տվեք ավարտել այսօրվա զրույցը եւ ձեզ նաեւ այսպես հերակակարգով հրավիրել մեր բանավիճային հարթակ, որտեղ դուք այսպես ասած ակադիր կարծիքներ ունեցողների հետ կբանավիճեք եւ այդ բանավեճի ընթացքում երևի թե մեր հանրությանը կտակ որոշակի կողմնորոշիչներ, եթե կարելի է այսպես ասել։ Ես համարում եմ, որ դա կլինի աստվածահաճո եւ ազգանավեր գործ։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր տաղավարում էր կրոնագետ, փիլիսոփա, իրավաբան Վարդան Խաչատրյանը։ Սիրելի բարեկամներ, սեղմեք զանգակոճակը եւ բաժանորդագրվեք Armix News YouTube-յան ալիքին եւ հետեւեք մեր թողարկումներին։ Շնորհակալություն այսօր այսքանը, կհանդիպենք։